Բարև ձեզ, սիրելի Արթուն ենք շարժման համակիրներ, գաղափարակից ընկերներ, ինչպես գիտեք, վաղը կիրակի օրը ժամը 11:00-ից Զվարթնոց տաճարի հարակից տարածքից տեղի կունենա ուխտագնացություն երթ դեպի Մայրաթոր, երթի վերջնակետը Մայրաթորն է, Մայրտաճարն է, որտեղ ուխտագնացության մասնակիցները կմասնակցեն հայրապետական մաղթանք օրհնանքին, օրհնությունը կստանան ամենայն հայոց կաթողիկոսի, երթի գաղափարը, երթի նախաձեռնողը Դավիթ Համբարձումյանն է, իմպիչմենտի գործընթացի շրջանակներում նաև ճանաչում եք իրեն որպես Նիկոլին փոխարինող վարչապետի թեկնածու, նա այս պահին Մասիս համայնքի ղեկավարն է, կրկնեմ անընդհատ առանց հոգնելու կարող եմ կրկնել մարդ, ով իր մեջքի հետևում չունի պարտություն, մարդ, ով իր տեսակով հաղթող է, քաղաքական գործիչ, որը հողին կպածե ավելի, այսինքն մարդկանց հետ շփումներում, վայելում է իր համայնքին, այն մարդկանցում հետ ինքը շփվել է այդ քաղաքացիների անսահման սերը և վստահությունը, որովհետև բոլորը, ովքեր իր հետ առնչվել են, գիտեն, որ նա գործի մարդ է, նա շատախոս չի, հակառակը, նա ավելի շատ սիրում է գործով, աշխատանքով, պայքարով իր ասելիքը դարձնել տեսանելի ավելի։ Նախ կցանկանայի մի քանի բառով անդրադառնալ տոնի իմաստը, հա, կիրակի օրը ամսի 22-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Էջմիածնի տոնը, սա շատ կարևոր տոն է և հիմա որ բացատրեմ կհասկանաք ինչ շատ մեծ նշանակություն ունեցող տոն է։ Սկսեմ նրանից, որ այդ տոնը տաղավար տոների մեջ չի և ավելին ասեմ, ինքը չի համարվում քրիստոնեական, համաքրիստոնեական տոն, ինքը զուտ հայ ազգային մեր առաքելական եկեղեցու տոներից մեկն է, որը հենց շեշտում է մեր եկեղեցու ունիկալ բնույթը, ազգային բնույթը, մեր համար կարևոր բնույթը։ Երբ Գրիգոր Լուսավորիչը Խորվի իրապից դուրս եկավ, դա ըստ ավանդույթի տեղի ունենում այսօր, այսինքն այսօր Գրիգոր Լուսավորիչը Խորվի իրապից դուրս է գալիս, հաջորդ օրը, այսինքն կիրակի օրը, վաղը, Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ քաղաքի մոտ տեսնում է մի տեսիլք, տեսնում է ինչպես է Աստծո միածին որդին իր հրաթև և լուսեղեն զորքի ուղեկցությամբ իջնում Վաղարշապատ քաղաքի շեն տեղը, որտեղ կռապաշտական մեհյանն էր կառուցված այդ ժամանակ և իր մեծ զորքի ուղեկցությամբ իջնում է միածին որդին քաղաքի վրա և մուրճով հարվածում է մեհյանին, Սանդարամետի մեհյանին, այսինքն հեթանոսական այդ կեղծ աստվածի բնին, այսպես ասեմ, մուրճով հարվածում է և ջախջախելով խորտակում է այդ մեհյանը։ Ապա դրանից հետո Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, որ նախկին մեհյանի տեղը, այսինքն այդ կռապաշտական մեհյանի տեղում վեր է խոյանում ամպեղեն և լուսեղեն մի տաճար սյուներով ու կամարներով կառուցված։ Դա մեր կաթողիկե Էջմիածնի, Սուրբ Էջմիածնի տաճարի նա պրոտոտիպն է, նախատիպն է, որի
այդ տեսիլքի շրջանակներում էլ տեսիլքի մոտիվներով էլ կառուցվեց առաջին ըստ էության քրիստոնեական եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Այսինքն հայերի մեջ վերջնականապես ջնջվեց կռապաշտությունը եւ փոխարենը կանգնեցվեց հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ես ուզում եմ այս տոնի իմաստը մի քիչ ավելի մանրամասն մարդիկ հասկանան, նաև այդ ամբողջ այդ սիմվոլիզմը իրանց մեջ նաև անցկացնեն։ Այսինքն մենք տոնում ենք մի տոն, որտեղ Աստծո որդին մուրճով ջախջախեց կռապաշտներին, կռապաշտությունը Հայաստանում վերջնական ջախջախեց եւ դրա փոխարեն մենք ունեցանք քրիստոնեության լույսը։ Ես կարծում եմ եկեղեցու մեր սպասավորները, եկեղեցական մեր հայրերը շատ ավելի մանրամասն, շատ ավելի գեղեցիկ նկարագրումներով այս ամեն ինչը կբացատրեն, կպատմեն մեզ, բայց ես իմ կողմից ուզեցի ուղղակի դες տեղակ պահեմ, բացատրեմ, թե մենք ինչ ենք անում, ինչի ենք մենք այդ օրը հավաքվում բոլորով Զվարթնոց տաճարի մոտից, Զվարթնոցի ավերակների մոտից, ավերված տաճարի մոտից եւ քայլերթով գնում ենք դեպի Մայր Աթոռ։ Այդ օրը մեր համար ունի մի քանի խորհուրդ։ Ես շատ երկար նաեւ զրուցել եմ այս թեմայով Դավիթ Համբարձումյանի հետ եւ նաեւ կարող եմ ձեզ փոխանցել այդ տեսակետը, որը մենք երկուսս էլ այդ առումով կիսում ենք։ Ի սկզբանե այս միջոցառումը, որը վաղը ձեր աչքերով կտեսնեք լիքը արթուն մարդկանց եւ անպայման ձեր հոգին հույսով կլցվի, դուք ուրախության պահեր կապրեք վաղը, տեսնեք, որ դուք ոչ թե մենակ չեք, մենք շատ ենք, մենք իրականում մեծամասնությունն ենք արդեն։ Կռապաշտները, հեթանոսները, մեր եկեղեցու դեմ պայքարողները իրանք ծայրահեղ փոքրամասնություն են։ Ես երբեմն նաև զարմանքով եմ նայում, թե ինչպես ենք մենք արձագանքում մարդիկ, ովքեր եկեղեցու կողքին են, ովքեր եկեղեցին են հենց, ոնց են արձագանքում, ինչ սրությամբ են արձագանքում եկեղեցու դեմ հարձակումները։ Իմ կարծիքով վաղը մենք բոլորս կտեսնենք այդ ամեն ինչը։ Կտեսնենք, որ մենք անհանգստանալու ըստ էության ոչ մի բան չունենք այդ առումով։ Մենք շատ ենք, մենք ամուր ենք, մենք մեր հավատքին ենք։ Մտածելու մարդիկ բան ունեն այն մարդիկ, ովքեր որ փոքրիկ մի խումբ են, խմբակ են, որոնք որոշել են, որ մեզ ինչ-որ բաներ կարող են պարտադրել, բայց դա նրանց մոտ չի ստացվի։ Նրանց ունեցած միակ զենքը այս պահին իրենց իշխանությունն է մեր նկատմամբ, որը ես չեմ կարծում, որ դա ինչ-որ լուրջ զենք է։ Նրանք այդ զենքով փորձում են պայքարել, լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր որ ճշմարտության ձայն կբարձրացնեն։ Ինքս անձամբ Facebook-յան մի լայվի համար 1 տարի անցկացրել եմ բանտում։ Ընդհանրապես մի լայվի համար, որտեղ բացարձակ որևէ հանցանք գոյություն չուներ։ Նույն կեղծ, սուտ, ապօրինի այդ իրավապահ համակարգով ես ինքս անցել եմ։ Եղել եմ թե ԱԾ-ի բանտում, հետո տեղափոխել են Վարդաշեն բանտ, որտեղ համարյա այնտեղ 1 տարի էլ այնտեղ եմ անցկացրել։ Բայց ինչ հաջողվեց իրենց լռեցնել, հաջողվեց ինձ կրոնափոխանել, իհարկե ոչ։ Հիմա մեր աչքի առաջ տեղի է ունենում նման երկրորդ բազմաթիվ իհարկե դա օրինակներ կան, բայց ըստ էության ամենակարկառուն, հա, այսպես ասեմ, օրինակն է։ Մեր աչքի առաջ տեղի է ունենում բարերար Սամվել Կարապետյանին իր խոսքի համար, իր սատարման խոսքի համար, եկեղեցու կողքին կանգնած լինելու համար հալածանքների, այսպես ցուցադրական գործողությունները մեր բոլորի աչքի առաջ է տեղի ունենում։ Հիմա մենք մեր սատարումը այս երթով առաջին հերթին իհարկե հայտնում ենք հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայ առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հայրերին, բոլոր եկեղեցու
առաջնորդներին, սրբազաններին, վեհապարտիրոջը առաջին հերթին դա է, երկրորդ հերթին այս նույն երթը վերաբերվում է եւ իսատարումն է բարերար Սամվել Կարապետյանի այն իսկ պատճառով, որ նույն մարդը այսօր ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը։ Ես անկեղծ երբեմն զգում եմ, որ ես շատ այս պարագայում մի տեսակ նաև նախանձով եմ լցվում դեպի այդ մարդը, որովհետև ուրիշ բան, երբ որ դու քո ունեցածից մեծ բաժին ես հանում եկեղեցուն, մեծ բարեգործություններ ես անում, լավ գործեր ես անում, ընդ որում այդ առումով առաջինն ես, այսինքն թիվ 1-ն ես քո բարեգործությունների քանակով, ծավալով, ցանկով, շահառուների մեծ բազմությամբ այդ բարեգործությունների եւ ուրիշ բանը, երբ որ դու հալածվում ես քրիստոնեության եկեղեցու պաշտպանության համար։ Դա հավատացնում եմ ձեզ, նախանձելի վիճակ է, նախանձելի պարագա է դա, երբ որ մարդը հալածվում է հանուն իր հավատքի։ Ես ուժ եւ կամք եմ մաղթում Սամվել Կարապետյանին, Աստվածաշնչում հենց նման իրավիճակի համար բազմաթիվ գրառումներ կա, բազմաթիվ երանիներ կա այն մարդկանց մասին, ովքեր կտանջվեն, կտառապեն եւ զրկանքների կենթարկվեն հանուն հավատքի, եւ հաստատ Սամվել Կարապետյանը նաեւ այս վերջին օրերի իր գործունեությամբ արժանացել է այդ երանիներին, Աստվածաշնչում գրված այդ երանիներին։ Վստահ եմ եւ նաեւ իր հրապարակային խոսքից եմ տեսնում, որ ինքը այդ ծանրությունը նույն կերպ պատվով կտանի, նույն արժանապատվությամբ կտանի, նույն տղամարդկությամբ տանելու, ինչպես ինքը մոտենում էր իր բարեգործական բազմաթիվ ծրագրերին։ Նորից ուժ եւ կորով եմ մաղթում, երթի գաղափարը կար եւ հրապարակվել էր դեռևս այն ժամանակ, քանի դեռ պարոն Կարապետյանի նկատմամբ հալածանքները սկսված չէին, Դավիթ Համբարձումյանը իր էջում տեղադրեց երթի կոչը, երթի մասին տեղեկատվությունը, դեռևս այդ պահին Սամվել Կարապետյանի նկատմամբ հալածանքները դեռ սկսված չէին։ Այս երթը Սամվել Կարապետյանի նկատմամբ հալածանքներով ձեռք բերեց նաև նոր իմաստ, նոր ուղղություն։ Դուք բոլորդ վաղը, ովքեր որ ներկա են լինելու, ես խոստանում եմ, որ հաճելիորեն զարմանալու եք։ Հաճելիորեն զարմանալու եք։ Վաղը ըստ էության տոների մասով նաև մոռացա ասեմ, ըստ էության մեր հայ առաքելական եկեղեցու ծնունդն է։ Այսինքն այն կառույցի, այն ոգեղեն այն մարմնի ծնունդն է, որի մասով մենք սատարման լիքը խոսքեր ենք ասել, հա, ու ասում։ Այսինքն մենք այս վերջի տարիներին հատկապես մենք մեր ընկերներով շատ երևի կտեսած կլինեք Facebook-ում եկեղեցին ես եմ վերտառությամբ այդ ֆոտոյի տակի այդ մանուշակագույն այդ գրառումները, դա մենք ենք արել, մեր ընկերներն են արել։ Մենք դեռևս 18 թվականից այդ ահազանգը հնչեցնում էինք, որ Հայաստանի նոր կառավարիչները եկել են եկեղեցին ոչնչացնելու միսիայով։ Այդ մասին մենք խոսել ենք։ Հիմա մեր բոլորի ուշադրության կենտրոնում արդեն գտնվող, պաշտպանության ներքո գտնվող հայ առաքելական եկեղեցու ծննդյան կարելի ասել տոնը վաղն է, օֆիցիալ այսպես ասեմ, տոնը վաղն է։ Եվ հետեւաբար ես նույնիսկ կոչել չեմ անում, որ եկեք մասնակցեք, որովհետև ըստ էության ով տեղյակ է, ով ցանկություն ունի, կարող է գալ մասնակցել։ Վաղը նաև ունի իր մեջ շատ լուրջ նաև բացի կրոնական հատվածից, բացի եկեղեցուն սատարելու հատվածից, ունի նաև շատ լուրջ քաղաքական կոմպոնենտ։ Ըստ էության մենք շուրջ 2 շաբաթ է ունենք սկսված իմպիչմենտի գործընթաց, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կա,
ազգային ժողովում օֆիցիալ ստորագրված է 6 падգամավորների կողմից եւ նաեւ հնդածս ընթանում է բանակցություններ այլ падգամավորների մասով բոլոր ընդդիմադիր падգամավորներին նորից ու նորից առանց հոգնելու կոչ կանեմ այսօր էլ մտածել, վաղն էլ մտածել, այդ երթը տեսնել եւ երթի ընթացքում եւ նաեւ երթից հետո մի քիչ էլ մտածել ու երկուշաբթի օրը մեծ անակնկալ մատուցել մեզ բոլորիս եւ մի մարդու պես միանալ այդ գործընթացին ես նաև տեսնում եմ, այս վերջերս տեսնում եմ, որ ինչ-որ մաթեմատիկական խարխնդիրների մեջ են փորձում որոշ սադրիչներ ներքաշեն մարդկանց, որ, չգիտեմ, 28-ը գումարած 6, պակասում է 2 եւ այլն։ Այս process-ի մեջ, հարգելի ժողովուրդ, գոյություն ունի ընդհանրապես մեկ մաթեմատիկական թիվ, մեկ։ Մի թիվ գոյություն ունի, դա 54-ն է։ 54 падգամավորի քվեարկություն որից հետո մենք կազատվենք Նիկոլ Փաշինյանից ընդմիշտ, մեկ ընդմիշտ այս չարիքից կազատվենք։ Ուրիշ մաթեմատիկա չկա այս process-ի մեջ։ 1, 2, 4, 6, 18, 36, այդպես թվեր գոյություն չունեն այս process-ի մեջ։ Այս process-ը ուղղակի անպայման հաղթելու է եւ հաղթելու է, երբ որ մենք կհասնենք մաթեմատիկական այդ թվին, 54 թվին։ Նույնիսկ ես այսպեսի օրինակ եմ բերում, ենթադրենք Հայաստան խմբակցությունը ոչ թե 28 падգամավոր ունի, այլ նույնքան ինչքան պատիվ ունեմ, ասենք 6 падգամավոր ունի։ Արդյոք պետք է նույն ինտենսիվությամբ նրանցից պահանջել այդ 6 ձայները, չէ՞ որ արդյունքում ստացվելու է 12, որը էլի ահագին հեռու է 54-ից։ Հիշում եք, չէ՞, թիվը։ Իհարկե, որովհետև հանրության ակնկալիքը եւ մեր նաեւ ակնկալիքը ընդդիմադիր падգամավորներից ոչ թե այս պահի դեպքում կոնկրետ ընդդիմադիր падգամավորների մասին է, ոչ թե այդ 6, 1, 12, 28 այդ ստորագրությունների տեղադրումն է, այլ ընդդիմադիր միասնական ճակատի ստեղծումը, այդ ճակատով չարիքի դեմ պայքարը։ Սա է ամբողջը, այսինքն եթե նույնիսկ Հայաստան խմբակցությունը ունենար 6 падգամավոր, պատիվ ունենար 6 падգամավոր եւ այդ միությունը տեղի ունենար, դա նշանակում էր ոչ թե 12 падգամավոր, այլ դա նշանակում էր, որ ընդդիմությունը միասնական ճակատով իրական կռիվ է տալիս այս չարիքի դեմ։ Չմիանալը նշանակում է, որ ընդդիմությունը միասնական ճակատով հանդես չի գալիս այդ պայքարում։ Այս պայքարի մեջ կան որոշ ընդդիմադիրներ, որոնք չեն միանում այդ պայքարին։ Միանալ չմիանալու հարցում հանրությունը այլևս անդառնալիորեն միակարծիք է։ Հարգելի այն ընդդիմադիրները, ովքեր հույս ունեին վերջին 4 ամսում անընդհատ ամեն օր հույս ունեին, որ այսօր վաղը իմպիչմենտի թեման կմարի ու իրանք նորից կանցնեն իրենց այսպես երջանիկ անգործությանը։ Դա ցավում եմ, նույնիսկ եթե ես այսօր հենց հիմա Facebook-ից ջնջվեմ դուրս գամ, ոչ մի բան էլ չանեմ, ասենք։ Նույնը անի Էդգար Ղազարյանը, այլևս այս գործընթացը անհնար է կասեցնել։ Անհնար է։ Դա բացառվում է։ Դա չի կարող լինել։ Նույնիսկ եթե ես կոչ անեմ, որ պետք իմպիչմենտից ժողովուրդ յան տվեք, ոչ մի բան մի արեք, նույնն էլ ենթադրենք, սենց ինչ որ չգիտեմ ինչ լինի, Էդգար Ղազարյանը անի։ Նույնիսկ եթե մեզ այսօր բանտարկի իշխանությունը եւ լրացնի, այլևս իմպիչմենտի գործընթացը քաղաքական օրակարգի անդառնալի մասն է եւ հանրությունը անդառնալիորեն, այսինքն անհնար է դա հետ փոխել, ունի լուրջ սպասելիքներ, լուրջ ակնկալիքներ ընդդիմությունից իմպիչմենտի գործընթացի հետ կապված, որովհետեւ ցանկացած այլ գործընթաց, որը Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթացը չի, ընդդիմության կողմից որևիցե այլ նախաձեռնություն ինքը ուղղակի դատարկ նախաձեռնություն է։ Ես հույս ունեմ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերի միասնությունը մենք շատ շուտով կտեսնենք։ Ասեմ ձեզ, որ հաջորդ շաբաթ եւս բավական հետաքրքիր իրադարձություններով լի շաբաթ է լինելու։ Այդ առումով մենք ըստ էության ընդդիմադիր դաշտում կիսելու ոչ մի բան չունենք։
Ընդդիմադիր դաշտում կան մի քանի, այսպես ասեմ, պատեհապաշտներ, ովքեր սպասում են 2026 թվականի ընտրություններին։ Աստված իրանց հետ, թող սպասեն, ոչ մեկ չի ստիպում, որ իրանք անեն ինչ որ մենք ենք ասում։ Ուղղակի այդ մարդիկ իրենք սպասելով 26 թվին նաև պարտադրում են հանրությանը, որ հանրությունն էլ սպասի, բոլորս, ես էլ, դուք էլ բոլորս նստենք սպասենք 26 թվականին։ Դա արդեն կներեք անթույլատրելի է։ Աստված իրանց հետ իրանք ինչ որոշում կկայացնեն իրանց մասով, այդ հետևանքների պատասխանատվությունը իրանք են կրելու։ Ես դատավոր չեմ, ես ոչ մեկի չեմ ուզում ասեմ, որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց նաև թույլ չեմ տա, եւ մենք բոլորս թույլ չենք տա, որպեսի այդ սպասումները իրենց շահադիտական, կարելի է նաև ասել, այս պայդրությամբ արձանագրել մանդատի հույսով այդ սպասումները պարտադրվեն մեզ բոլորից, այսինքն մեզ ասեն ոչ մի բան մի արեք, նստեք սուսուփուս տեղներդ, բոլորդ սուսուփուս սպասում եք 26 թվականի ընտրություններին։ Վերջում նորից ողջունում եմ Թեկնածու Դավիթ Համբարձումյանին, որովհետև սա իր կողմից մեծ համարձակություն էր այս իրավիճակում առաջադրվել ու կռիվ տալու հայտ ներկայացնել։ Սա իրականում շատ մեծ առաքելություն էր, այդ ծանրությունը ամբողջությամբ Դավիթ Համբարձումյանը գիտակցում է, ես իր հետ կրկնեմ մի քանի զրույցներ եմ ունեցել, մի քանի քննարկումներ ենք մենք ունեցել, եւ այդ քննարկումներում ես արձանագրել եմ, որ ամբողջությամբ այդ առաքելության ծանրությունը Դավիթ Համբարձումյանը գիտակցում է, խորապես գիտակցում է, ինչի մեջ է ինքը մտել եւ դեպի ուր է ինքը առաջնորդելու մարդկանց։ Մենք շատ ենք տեսել վերջին 7 տարում հատկապես հետևյալ տիպի հատկապես Facebook-յան վերջապես պետք է լինի ինչ-որ մեկը, ով ժողովրդին հանի ոտքի, առաջնորդի եւ այլն եւ այլն եւ այլն։ Պետք է ինչ-որ մեկը, ուր է այդ մեկը, բայց մեկը չկա այս ժողովրդին առաջնորդի։ Ուր է այդ մեկը։ Ահա Դավիթը ըստ էության այդ մեկն է, ում հետևում կանգնած են շատ մարդիկ, ում հետևում ամբողջությամբ եւ անվերապահորեն կանգնած եմ ես անձամբ, իմ ամբողջ ռեսուրսով, իմ ամբողջ ներուժով, չգիտեմ, հələ մի բան էլ ավել, իմ ընկերները, դուք բոլորդ արթուն ենք շարժման բոլոր կներեք, արթուն ենք շարժման բոլոր անդամները, մարդիկ, ովքեր մեծ հույսեր են կապում Դավիթ Համբարձումյանի հետ, մեծ հույսեր են կապում այս impeachment-ի գործընթացի հետ, կրկնում եմ, վաղը դուք ձեր աչքերով կտենաք շատ ձեր աչքերի համար հաճելի դուրեկան բաներ։ Լավ մնացեք, սիրելի ժողովուրդ, հուսով եմ վաղը անդադուր եթերների մեջ եմ լինելու, վաղը նաև որոշակյորեն ներգրաված եմ կազմակերպչական շատ հարցերի մեջ, մենք վաղը ամբողջ օրը իրար հետ ենք լինելու, մեր ուխտագնացությունը իրականացնելու ենք սիրով բոլորին, բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ինձ հետ խոսել, շփվել, առնչվել, համեցեք, մենք միասին Զվարթնոց տաճարի մոտից առավոտյան ժամը 11-ին հավաքվում ենք ու շարժվենք դեպի Մայրաթոր, ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը, նաև մեր սկսած այս մեծ կռվի պայքարի հետ կապված, մեկ, երկրորդ հերթին աջակցելու բարերար Սամվել Կարապետյանին, ում հալածում են իշխանությունները իր բացառիկ քրիստոնեական խոսքի, բացառիկ քրիստոնեական կեցվածքի համար։ Մենք իրավունք չունենք մենակ թողնել մարդուն, նա իհարկե մենակ չի, բայց նաև մեր պարտականությունն է, մեր պարտքն է այդ ամեն ինչը ավելի մեր սատարումը, աջակցությունը ավելի տեսանելի դարձնել։ Լավ եղեք, կհանդիպենք ժողովուրդ ջան։